Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, ապրիլի 18։ Այն կարմիր պարանը կապեց պատուհանից, Հեսու 2:21։ Ռախաբի կյանքը կախված էր այն խոստման կատարումից, որ նա տվել էր լրտեսներին, որոնց համարում էր Իսրայելի Աստծո ներկայացուցիչները։ Նրա պարզ ու հաստատուն հավատն արտացոլում էր նրա հնազանդությունը։ Պատուհանից պարան կապելը աննշան գործ էր, բայց նա չհամարձակվեց չենթարկվել։ Ընկերս, այստեղ սովորելու բան կա։ Դու կատարում ես Աստծո կամքը, եթե նույնիսկ որոշ հրամաններ անկարևոր են թվում։ Հետևում ես մկրտության ու Տիրոջ ընթրիքի արողակարգերին, ինչպես նա պատվիրել է։ Եթե դրանք արհամարհում ես, ապա սրտումդ հնազանդություն չկա։ Այսուհետև բացարձակ անբասիր եղիր մինչև պարան կապելու աստիճանի, եթե դա կարգադրությունը եղել է։ Ռախաբի այս արարքը լուրջ հորդոր է։ Արդյոք ես ամբողջությամբ ապավինում եմ Հիսուսի պատվական արյանը։ Արդյոք ես այնքան ամուր եմ կապել պարանը, որ վստահությունս չի սասանվի։ Արդյոք տեսնում եմ իմ մեղքերի մեռյալ ծովն ու հույսերիս նոր Երուսաղեմը, չնկատելով արյունը իր օրհնյալ զորությամբ։ Անցորդը հեշտությամբ կնկատի պատուհանից կապած կարմիր պարանը, բայց ավելի լավ կլինի ինձ համար, եթե մարդիկ տեսնեն փրկագնման զորությունը իմ կյանքի օրինակով։ Ես ինչից պիտի ամաչեմ։ Մարդիկ կամ սատանան, եթե ցանկանում են, կարող են աչքերը չռել, բայց Քրիստոսի արյունն իմ հաղթանակն ու ելքն է։ Սիրելի ընկերս, մեկը կտեսնի այդ կարմիր պարանը, եթե նույնիսկ հավատդ այնքան տկարանա, որ ինքդ այն չնշմարես։ Եհովա վրիժառուն կտեսնի այն և կանցնի կողքով։ Երիքովի պարիսպները փլվեցին, սակայն Ռախաբի տունը, որ պարսպի մեջ էր, կանգուն մնաց։ Իմ էությունը ներկառուցված է մարդկային պարսպի մեջ, բայց երբ վրա հասնի կործանումը, ես անվնաս կմնամ։ Թանկագին հոգի, պատուհանիցդ կարմիր պարան կապիր ու խաղաղությամբ մնա։